Փարիզում անցյալ շաբաթ իրականացված ահաբեկչական հարձակումների վերքը արևմուտքում դեռևս շատ թարմ է, սակայն սգում մի քանի օրերից հետո այստեղ ավելի շատ նկատելի են վախը եւ անվտանգության միջոցառումները խստացնելու պահանջը։ Անվտանգության հարցերով նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց խոսքերով առաջ է եկել նոր իրադրություն։ Ինչպես ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջեյմս Ուիսլին է ասում. Կարծում եմ Դաեշը դեռ երկար է իր մասին հիշեցնելու, եթե նույնիսկ ոչնչացվեն այս խմբավորման հրամանատարական կայանները, գրավվի նրանց խալիֆայությունը ու ոչնչացվի։ Հակահաբեկչության հարցերով պաշտոնատար անձինք հավատացած են, որ Փարիզի տարբեր հատվածներում եւ Եգիպտոսում ռուսական օդանավի դեմ իրականացված հարձակումներով ծայրահեղական Դաեշը ցանկանում է ցույց տալ իր ճկունությունը, այսինքն իրադրությունից ելնելով իր կարողությունները այլ կերպ կիրառելու հնարավորությունները։ Ճիշտ է, Դաեշի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների հրամանատարներից գնդապետ Սթիվ Ուորենի խոսքերով նկատելի է, որ Դաեշի պահակակետերում այսօր ավելի փոքր թվով ծայրահեղականներ կան, ինչը նրանց դիրքերի թուլացման մասին է խոսում, Վաշինգտոնում լավ են գիտակցում, որ այսօր ամենակարևորը այստեղ անվտանգությունը պաշտպանելն է։ Գլխավոր մտահոգությունը իսլամական պետություն խմբավորման Դաեշի պատեհապաշտ բնույթն է, որը մարդու էությանը հատուկ ոչինչ հաշվի չառնելով կարող է դիմել անկանխատեսելի քայլերի։ Հակահաբեկչության հարցերով բարձրաստիճան նախկին պաշտոնյա Մուբին Շայխը հիշեցնում է, որ Դաեշն ունի տեղում ծայրահեղականներին մարզելու ու հարձակումներ իրականացնելու նպատակով նրանց տարբեր երկրներ ուղարկելու ծրագիր։ Այս ռազմավարությունը նրանք միշտ են ունեցել եւ այդ մասին հայտարարել են բազմիցս։ Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում նա ասում է, որ Դաեշը կերպարանափոխվել է եւ այժմ մտածում է ոչ այնքան խալիֆայություն հաստատելու նպատակով տարածքներ գրավելու, որքան այս տարածքներից հեռու վայրերում խաղաղ բնակչության դեմ գործողություններ իրականացնելու մասին եւ այդպես է ուզում աշխարհում իր տեղը ամրապնդել որպես մահմեդական պատերազմի գլխավոր ջատագով։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։